Շիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստն աչքի է ընկել բազմաթիվ ընդմիջումներով և սանկցիաներով։ Նախ շենքի մուտքի մոտ սովորական դարձած պատմությունն է սկսվել։ Փաստաբանները դատական կարգադրիչների հետ նորից վիճել են իրենց զննել-չզննելու շուրջ։ Զննության ժամանակ արտաքին զննություն է լինում, բայց պարունակությունն ու բովանդակությունը չի տեսնում։ Խուսափությունը արդեն բացահայտվում է ներքին բովանդակությունը։ Բացի դրանից դուք փաստորեն այնպիսի պահանջ եք ներկայացնում, որ չգիտեք, թե ինչ եք փնտրում։ Նիստի հենց մեկնարկին էլ Տիգրան Հայրապետյանն այն հետաձգելու կամ ընդմիջելու միջնորդություն է ներկայացրել։ Նախորդ դատական նիստին ներկա չի եղել եւ ժամանակ է պետք գործանոթանա, թե ինչ է տեղի ունեցել։ Հետո եւս կես ժամով ընդմիջում ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանի ինքնազգացողությունն է վատացել։ Նիստի ընթացքում Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Եգորյանը երկար ժամանակ փորձել են հայտարարություն անել։ Տեղեկություն ունեին, որ Շիրայր Սեֆիլյանին եւ Գևորգ Սաֆարյանին դատարանի շենքում բռնության են ենթարկում։ Դատավորը թույլ չէր տալիս ավարտել խոսքը։ Գևորգ Սաֆարյանի կյանքին եւ առողջությանը սպառնացող հարցով ձեզ տեղեկացրի, որ հայտարարությունն է։ Ես հասկանում եմ, որ դուք միգուցե առանձնապես չեք մտահոգում դրանով, բայց դուք պարտավոր եք։ Ինչանց կարող է անդառնալի հետևանքներ առանձնանալ։ Տիգրան Հայրապետյանն ի վերջո զայրացել ու սպառնացել, որ կլքի նիստերի դահլիճը։ Դատարանի շենքի միջանցքում էլ Գևորգ Սաֆարյանի մայրը որդու մասին փորձել է տեղեկություն ստանալ Երևանի փոխոստիկանապետից։ Վալերիա Օսիպյանը վստահեցրել է, Սաֆարյանին ոչ ոք մոտով անգամ չի կպել։ Հիմա հիմք եկան կասկածելու, որ դա շատ վատ վիճակում է, դրա համար չեմ բերում բռնալի։ Պատասխանում եմ ձեզ, եթե այսօր ապացուցվի, որ որևէ մեկը Գևորգ Սաֆարյանի մատով կպել է, ես 1 րոպե չեմ աշխատի ոստիկանությունում։ Կարճ ժամանակ անց ահազանգի հետքերով դատարան են եկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, զրուցել են ամբաստանյալների հետ ու հերքել բռնության մասին տեղեկությունը։ Երեքի հետ զրուցել են, տղաները որևէ բան չեն ասել բռնության մասին, հետքեր արտաքին չեն գրանցվել, մի խոսքով ոչ մի բան չեն գրանցել։ Իսկ ամբաստանյալներ Շիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանն ու Գևորգ Սաֆարյանը դահլիճում չեն եղել, քանի որ նախորդ նիստին դատարանը նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառել։ Նիստի կեսից նրանց դահլիճ են բերել, բայց այստեղ երկար չեն մնացել։ Ոտքի դատարանն է գալիս հայտարարությանը, նրանք չեն արձագանքել ու կրկին 10 ժամով հեռացվել դահլիճից։ Վերջում արդեն դատական սանկցիա է կիրառվել պաշտպանների Տիգրան Հայրապետյանի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ։ Դատարանը պատրաստվում է դիմել նաեւ փաստաբանների պալատ նրանց պատասխանատվության ենթարկելու համար։ Սրանից հետո արդեն նիստը հետաձգվել է։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ առաջիկայում կարող է Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններ ունենալ ադրբեջանցի գործընկեր Էլմար Մավեդյարովի հետ։ Հանդիպումը հավանաբար տեղի կունենա հուլիսին։ Հնարավոր է, որ առաջիկայում լինի հանդիպում արտգործնախարարների մակարդակով։ Դավիթ Տոնոյանն էլ չի բացառում, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է միավորվել ոստիկանությանը, բայց այդ հարցով քննարկումներ առայժմ չեն ընթանում։ Կա միջազգային այդպիսի օրինակներ համատեղ գործելու, բայց ներքին գործերի նախարարությունը այդ պարագայում գործում է ոչ այն մեր խորհրդային միության տարբերակով, որը որ մենակ լուծում էր ոստիկանական խնդիրներ։ Կա այդպիսի օրինակ։ Արդյոք դա կիրառելի է Հայաստանի Հանրապետության պայմաններում։ Ես հիմա չեմ կարող։ Ում համար է ստեղծվում նախարարությունը հարցին Տոնոյանը գերադասել է չպատասխանել, քանի դեռ քննարկումներ չեն սկսվել, պետք չէ ենթադրություններ անել։ Պատգամավոր Միհրան Պողոսյանին էլ լրագրողները հարցեր են ուղղել կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի եւ Ազդարարի ինստիտուտի ստեղծման մասին։ Չեն մոռացել նաեւ հիշեցնել, որ օֆշորային սկանդալի ժամանակ շրջանառվում էր նաեւ ՏՀԿ նախկին ղեկավարի անունը։ Պողոսյանը կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ստեղծումը, ինքն էլ ակտիվ աշխատելու է այդ ուղղությամբ։ Ես ինքս կլինեմ դրոշակակիր այդ խնդրում։ Ինքս Այսինքն գործը բռնել է, ինչ է զարմացա։ Մոսկվայի մարզում վատ եղանակային պայմանների պատճառով Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայանների չվացուցակներում փոփոխություններ են տեղի ունեցել։ Հետաձգվում են նաև դեպի Երևան չվերթեր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից։ Շերեմետյովո օդանավակայանում էլ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղում է եղել։ Օդանավերի կայանատեղին ջրով է լցվել։ Երևանում հրդեհավտանգ իրավիճակ է, պատճառը հունիսի համար անսովոր օդի բարձր ջերմաստիճանն է։ Առավել վտանգավոր են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Եռաբլուրի, Հրազդանի կիրճի, Հաղթանակի եւ Օղակաձև զբոսայգիների անտառագոտիները։ Հուլիսին նույնպես կլիմայական նորմայից 2-ից 3 աստիճանով բարձր օդի միջին ջերմաստիճան է կանխատեսվում հարաբական թերակղզուց Կովկաս հերթական արևադարձային տաք հոսանքներն են ներթափանցելու։ Գագիկ Սուրենյանն այսօր նշել է, որ Երևանի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 40 աստիճան տաքության։ Սուրենյանը քաղաքացիներին խորհուրդ է տվել հատկապես ցերեկային ժամերին 11-ից 16 ընկած հատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Դոլարի ու եվրոյի վերելքը կանգ առավ, այսօր փոքրինչ թանկացել է միայն բրիտանական ֆունտը։ Հունիսի 30-ին ամերիկյան արժույթի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյին է 548, ռուբլունը 8 դրամ 10 լումա, ֆունտինը 624 դրամ։
Հուլիսի 1-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը 5-ից 6 աստիճանով կբարձրանա։ Երևանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 18-ից 20, ցերեկը 34-ից 36 աստիճան տաքություն։